Ես ծնվել եմ Նոր Բայազետի շրջանի Սարոխան գյուղում 43 թվին 10-րդ ցելը չէի ավարտել գրություն եկավ ինձ կանչեցին գնացի Գյուղսովետը ինչ կա ասեցի դեբրոցից ուղիղ գնացի Գյուղսովետ ասա դուք զինակոչիկ եք վային կոմիցի մի մեկը կա ես օֆիցիալի հրաման կբերի թե որորը երբ որտեղ պետք է գնաք ծառայելու ասի ուրախ եմ գնամ չեք թվում ասի գոնե 10-ներ ավարտենք կարող է սաղ ենք գալիս ես ասելի հա նա ասա ամեն ինչն էլ կանցնի վերջապես տարանին մեզի բայց շատ չարչարանքով համարյա ստեղից գնացել ենք նորադուզից էլ նստել ենք կատերը այդտեղից էլ տարան Սևանը միջերցերին ես անգամ տեր ու տերական չունեինք ինչ պետք է անենք բան ցուրտ եմ սից եմ եղած օրնամանիկ մի հատ գնացինք մեկ տեղերքով սպասում ենք կատերին որ կար նստեինք գնայինք ուրեմն մի հատ գրիշ կար իմ տարիքին էտել էր զինակոչիկ էդի պարկապս էս փորի վրա ծովից լճից ջուր խմելու խելքս բինչ բրթես դրանց ես քացով տվեցի հետևից էդի կնաշ ջուրը հարման իրար բան վերջը դրանքերից անեցին հետո դրան ասին նա որ ամբողջովին թրջոլը տարեք շորերը բան փոխեք հետո կկանչենք հետո վալիս ասեմ այդ գրիշը ես որ բանից արտակուրդ եկա արդեն պատերազմից հետո բան եկանք Էշմիածին այդ գրիշն եկավ ընձի դենալ ասես եկել է հետս կռիվ անելու եկա ես շատ շնորհակալ եմ ասում որ ինձ քիչ ջուրը բանակ չկնացել ասում ընձել չտարան ասի քեզ փերգել եմ էլի վերջը այդտեղից ազգան գնացինք Դիլիջան ով ինչով ուզում գնում էր ոտով էր կամ ժամանակ դե մեքենա չկար այդքան մի հատ գրուզավիկ եկավ չամա մինչեր բարձված մեշոկներով կարտոշկա էր ինչ էր ես բազա կպապ բանից Բորդերից բարձացա մեն մեշոկների բանը կողքին կուչեգա մինչև Երևան գնացինք բանը Դիլիջանում դե պունկտ կար այդ պունկտում հավաքվել էին արդեն զինակոչիկները մենք էլ գնացինք դե ծառայեցի երեք ամիս այդտեղ եմ ծառայել Դիլիջանից կոմիսա եկավ թե շարեցին մեզի ասինք ինչի համար են շարում ես իշխանա ասավ ովքեր որ միջնակարգ կրթություն ունեն որոնք որ ռուսերեն են կարամ են խոսալ մանց ուչիլիշա պետք է ուղարկենք դիմ գրեցին ինձ գիտես ռուսերեն ասի հավա ոչինչ ես ցեխից կանեմ ասում խոսալով վերջապես երեք ամսից հետո հրաման եկավ ես ինչան 17 հոգի էինք մեզ ուղարկեցին Գորի Վայենի ուչիլիշան ուղարկեցին ֆրոնտ դե ցակվեր բանը Վրաստանում մի հատ գյուղաքաղաք կար ցակվեր էդի գրանիցն էր Ռուսաստանի Վրաստանի այդտեղ կուկուշկա կար ասենք վագոներ էին բանեն փոքրել բաներ մատաղոզեր տարան Մաժայեսկն էլ արդեն ամառներ որտեղ Կուրսկի դուգան էլ որ նախապատրաստվեն Կուրսկի դուգան մեզ ասեցին որ ցես տանել ենք ման այդ ֆրոնտում որ հայրենական մեծ իրարանցում ալնելու 18 հոգի էինք հայ գնացինք Մաժայեսկ այդ Կուրսկի դուգայի ման նայելի կրուգը որտեղ որ ժորամասերը բանը սաղ ակապասքին եղած
տանկեր կային, 10 օր, 12 օր այդպես մնացինք, մեկ էլ ասին մատ ռուս օֆիցեր եկավ, լեյտենանտ, սարսի լեյտենանտ, ասավ Արմենիա все выходите, ասինք ես ինչ են տանում մեզ գյուլեն, այելից, ասավ сейчас придет, ասավ 89-րդ հայկական դիվիզիայից, ասավ մայոր Ավալյան, 526 գնդի, մեր քունդը 526 բանով էր, այո, ասավ նա գկած ես կպատմից ես ուրա տանելու, ինքը թողեց գնաց, Ավալյան եկավ բարև տղաներ, մեր ծանդվեր խելոք մարսեր շատ, ասավ պետք է գնանք հայկական 89-րդ դիվիզիան, Թամանյան դիվիզիան, որը որ ասավ ջախջախվել է, իմի նոր են կազմավորում արդեն այդ պատերազմներից հետո, ու սա են Կովկասում բանում է, շատ կորուստներ տվեցինք, հայկական երկու դիվիզիա են ծովի մեջը կորան, մեր ճուղացի երկուքի կային էր, ծանրատը գնացինք, ընձի ասեցին, որ քո քերին մեր դիվիզիայի լամպալիտն է, իմ քերիս, Դռնոյան Հայկ, ինքը պետական հրատարակչության դիրեկտորն էր, այդ եկել էր արդեն, ինքը պատպալկոմնիկ Զվան էին տված, գնացի մոտը, դենա ինձի չեր տեսեցել, դե ինչ ճյուղից ծուս չէիք է, գնացի ինձի պահակին ասեցին, որ սա իամ բալեկամն է պատպալկոմնիկի, սա զանգենք ինչ կթողի ինքը կամացանվի, թող կա մի հատ գնա քերու մոտ։ Ինձի տարան գնացի մոտետ սա հեռախոսի ականջին խոսոմա, սենց ճուրեկով նայեց, ասա վրաչիկ, քեզ բերել եմ բանակ, հրաչիկն էլ մեծ աղբերս, արդեն ինքը Լենինգրադսկի ֆրոնտում էր, մեծ աղբերս։ Ասի հրաչիկը չսա Վալոդն է, Վալոդը, դու ասավ իմ քվոր տղեն ես, դե չի իմանում, չի տեսել, ասեց դու իմ քերին ես, ես սիրունի տղեն եմ, մորս անում Սիրանուշ էր էլ, առել եմ սերժանտ, ասավ կոմանդիր պոլկային Բաբայան, պատպոլկովնիկ Բաբայան, ասավ սա իմ քրոջ տղան է, ուղարկում եմ քո մոտ, կոմանդիր պոլկային ասավ, ուղարկում եմ քո մոտ, ասավ կենայ ես էլի, հետո որից հետո ես գնացի ինձ տվեցին բան, Սևիազնո, որ գնում էինք Դանեսինին տալիս, թղթեր էին տալիս, շտաբ պալկա, շտաբ դիվիզիա, շտաբ պալկա, վերջապես, այդ սառայություն ենք անում, պես, ոչ քերիս ստանդեր վիրավորվավ, քերիս վիրավորված કે չտեսա էդ այդ ժամանակ, արդեն բերել էին Թիբիլիս։ Պրիմորիայից մեզի կոծերներով Ազովի, ծովի, հետո շերծովի միացում։ Առաջի ձեր ճակատամարտն է սենց։ Հա, այդ էր, այո։ Վերջը նեմեցական երկուած սամալյոտ եկաննենք, որ ծովով արդեն կատերով կնեմ ենք դեպի կերջ, մեկ հանյատ մանդեր շորետ բամբարդիրովչիկներ չէին, իստրեբիտելներ էին, մեկ հանյատ սնայակ կծեցին, ծովի բանը ալիքը տվեց մեզի կատերից ջուրը լսում էր վերներս, վերջը մի 10-12 մետրի վրայից կատերը կայնավ ասա վիճեք, իջանք ակսինից ես ջուր էր, այսքան։ Գնացինք ծովափին, որ անցանք արդեն խրին, մեզ տարանը տեղ կազարմիկ կային, տեղավորեցին, բան տեղավորեցին, մինչև հրամանկալնի որ կգնակ, ինչ կանեք որտեղ։ Եկան ասին, ով է սեղ Գեսպոյանը, սերժանտ Գեսպոյան ասի ես եմ։ Ասավ, ընդեղ ասավ ձեր կամանդիրը քեզի է ուզում։ Յա, գնացի, բարևցես, ասավ, դուք եք Գեսպոյան Վոլոդնոսյանը, ասավ, դու հրամանով նշանակված ես հաստակի հրամանատար,
քո դասակն էլ ռազմետչիկ են, ռազմետ սովոդի կոմանդիր ես։ Հրաման տվեցին ինձ, գնացի ընդունեցի այդ գրուպան, որ ես ունեի զովոդը, 37 հոգի էինք։ Զովոդը ընդունելուց հետո արդեն անցանք կուրսի։ Մեր հիմնական նպատակը լեզու բերելն էր, սալդատ տողանայինք։ Հրաման ստացանք, որ գիշերը որ ժամին, որ կնշանակեք, եկան ինձ ասեն էլի, որ անպայման այսօր յազիկ են մազում։ Կոմանդուշի ֆրոնտը Ժուկովը դիմել է Սաֆարյանին, թե լեզու բերեք, որ ստեղից մենք շուտով պետք է անցնենք դեպի Բերլին։ Էդի արդեն Օդերի պլազդարմն էր, մենք որ Օդեր գետը անցանք, այդ Օդեր գետը այնպեսի մի գետ է, որ Ազիջան, այսենց նայել չես կարող մեջերին, սուսուփուս ձեն չկա, բայց ինքան մորագա գնում, ճավաշը գնաց Պետեր, Ռուժո Պետեր, հնարավոր չէ, դու տեսած չեք ելնի, Ռուժո Պետերը այստեղից երկար սորլով, բայց անտանելի ձեներ հանում, էդի որ կրակում էր, սարսափել ինչ-որ սոտկա պուշկեն կրակ էիր։ Մեկ էլ ես ճավաշը ծանք ես բանը ծերին, եկավ կոմանդնի պունկտ, ընդեղ կար գրուպա, զախվատչնի գրուպա, պատիրջայշի գրուպա, հետո տիլավովի կոմանդիրը, էդ էր մերը, մեր զվենան էդ պսին էր։ Ուրեմ, ես եկավ ասի շավարշ էդ ինչ ես բերը, ասա պատիրջա պանենզի պարգովնիկն ասավ, եսի տար պանին, կեսպոյանի մոտերը, որ կարող նեմեսներն աղցակում կործեն, պաշպոնվեք մինչև մենք ասնենք։ Ուրեմն որ արդեն անցան կորսի, ես գնացի զախվատչի գրուպան մութն էր, գիշեր էր։ Զախվատչի գրուպան նայեցի տղերքին բան, ասի վարխային մնացեք։ Ես բանը այդ անցեր ռակետն ասի կկրակեմ, բայց վերև չեմ կրակի, որ նեմեսներ չտենան շատ, ծադր կկրակեմ, դու շատ երեղեք, այն պատասխանն է, որ անցեք կորզի։ Վերջապես, վերջը տղերքից ասեն, հրամանը, որ ստացապան, տղերքն ասեն, այդ զախվատչնին, պատիրջավշի բանը, գրուպաներն զեկուցին, որ ամեն ինչը պայատքի է, ինչ սպասմենք ձեր հրամանին, ես հրաման տվեցի ասի անպայման բան արեք, լավ ուսումնասիրեք, որ այդքան ապարունի մեջը, տրանշեի մեջը զեմլակ են փորած կողքի տված նեմեսները, ապահովության համար։ Ասի այդ ապահով տեղերից մի հատ բանձին, որ պետք է պեի, անպայման տեղերքն ինձ ասեցին, մեկին բան են կարի, աշկետակ են կարի, սա շուտով սպասում ենք հարմարը, որ մի քանի օքել կան, նրանք կյանան, որ սրան պարնենք։ Պարնեցինք 47 տարեկան մի հատ մարդ էր, նեմից։ Նեմից, հա։ Պրոնտավիկ։ Մեկը գիտեր, գերմաներեն մեկը գիտեր, թե չէ խոսալ հետը, թե։ Մի որոշ հասկացնում ենք էլ, իրանք, բայց ռուսերեն էլ չէին իմանում։ Իրանք բարբարցում էին, մենք էլ ծերով ոտով հասկացնում ենք։ Լեսանք էդի ծերները հապտեպես պան, մենց ջաղային էդ նեմեցը, իմ մենակ բան եղավ են, որ մոտիկացա, ես գնացել արդեն զախվատչնի գրուպայի մոտը։ Այդ մոմենտին ես էդի, որ սկսեց բանոնել խոսալ, լքոտ բաց, ինչ-որ մեղա բանել ինքը, նեմեցա չէ, էդի, որ խոսած ես իմ վադրժանակի կոթովը մի հատ խեպի կլխին, սեղին կլոխը ծագվով, այնենց մեղկացի ասյան հարտես մեղկերից տարեկավոր մարդը կլոխը ծագեցին, վերջապես, ամեն ինչով անցավ, բերինք հետի վերջին բան եղավ, արդեն եղավ 27 լեզու, որ մենք հանձնել ենք
շտաբ պալկային։ Ինքնանուր 27 հոգու բռնել էիք, հա։ Հա, մոտս բլոկնոտով կարկերում էի։ Բոլորը գերմանացի էին ազգությամբ, թե տարբեր։ Չէ, իտալացել կար, գերմանացել կար, հետո բանից էլ կար։ Պորտուգալացի, բայց շատը նեմես էին։ Իրանք պատմում էին ձեզ ինչ են պլանավորում։ Չէ, եթե մենք որ բերում ենք, անմիջապես մենք ուղարկում ենք շտաբ պալկա։ Հա, այսինքն դուք ուղարկում եք իրանք։ Հա, անպայման։ Դեռ թարգմանիչ բան ամենուշներ կային։ Հայկական բանի դիվիզիայի հետ մեր գրուպան առաջի տեղը բռնեց պարգևատրմամբ։ Ինձ ներկայացրեցին հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի իշխանության, հետո մի զատվագուն էի, երկրորդ զատվագուն։ Հաղթանակի օրը ես հոսպիտալում բարկած էի, ապրիլի 26-ին, գիշերային ժամին, գիշերը մութներ, Գերմանիան այնպեսին էր, որ գիշերը ժամը 1-ին, 12-ին լավ ուժեղ մտնում էր, որից հետո լուսանում էր կարա իրենսեի գազետ կարծայիր, արդեն լուսանում էր։ Հետո բան կար, մինչև կամանդիր պալգայի ամառոնը պարանը կցել էին, մենք այդ պարանից պարնած, որ կամանդիր պալգան կամ կամանդիր բատալյոնը մեզ կանչում էր, գնում էինք, այդ պարանը պարնում ենք, էցում ենք ձուրը իրանց մոտ էր, թե չէ որ չգնայինք պլեն։ Արդեն Բերլինին, մտել ենք Բերլինի փողոցային մարզերներ էցում ուժեղ։ Մեր կամանդիր պալկան փոխվավ Բաբայանը, Ուլյանովսկի եկավ, պալկովնիկ Ուլյանովսկի, ինք ազգությամբ եվրեյ էր, լավ մարդ էր, հոյակապ, լավ էլ նեմեցերեն էր իմանում։ Գիշերը ընձ եկան պարգել ենք, սենց 5 ենք տվե, այդ ճանապարհի վրան, որ փորել են տղերքը, ասեն կամանդիր բատալյոնը քեզ կանչում է։ Հա, ես մերկացա, որ կամանդիր բատալյոն կանչում է, պիտի ներկայան ասմարած, մեր տղերքից էր։ Նա էլ հետս եկավ, ասի դու ես կանում, ասավ գալիս եմ էլի հետ մենակ մի կնա։ Պարանը բռնեցինք, գնացինք։ Այդտեղ մեկել են ժամ այն զգացի, որ դեմփոս եղավ, կրակոցներ եղավ, սնայերների տրակել է։ Այն իմացա, որ զգացի, որ մեջքս ուժեղ տոկացավ։ Ասկոլեչնի վիրավորում ստացան։ 3 հատ 4 հատ ասկոլկա, այսեղ ես խփեց մեջքից։ 4 ասկոլկի տակ ես չմեռա, շաղ մնացի։ Ես որ մտան ինձ որ տարան հոսպիտալ, բանը բժիշկը գերմանուհի էր, նեմկա էր էլի, գերմանուհի զարմացավ, ասավ 4 հատ ասկոլկա խփել այս մարդը, չմեռես ամենացը, զարմացել են գիտես բժիշկները, ապրելի 26-ին ինձ տարան իմանանոտ։ Բերլինից տարան Ռեպեն, փոքր քաղաք էր, անձարի մեջ են, այդեք հոսպիտալներ վայեն։ Ինձ տարան դեղ պարգցրին, մեկ էլ մայիսի 9-ին, դեմ թամեն քանի օրեր անց է, 26-ից մի 4 օրից հետո Բայց զգում եք, որ արդեն հաղթում եք, արդեն։ Հա, եկե վաղուց գիտեինք, արդեն զգում ենք, որ նեմեսներ ընկրտվել էին, ինչքան որ պռնում ենք, նայեն, ռուսկյան մեն ժլուկով էտը նայեն։ Հոսպիտալում մեկ էլ եկան Ռամանը Սմիրնովա վայենի հոսպիտալից։ Մենք էլ պորգած ենք, վիրավորվել ենք, ես փորի վրա, մի ամիս փորի վրա եմ պորգել, կողքի մեջքի չէի կարում, որտեղ վիրավորված է փորի, 4 ասկոլկա, երկուս անել են, երկուս նեմիկա, որը կապած է ողնաշարից, բժիշկները ռիշ չարեցին անեին, այդ ասկոլկեքի կան, մեջքից են, եկան Ռաման տվեցին Սմիրնա, Սմիրնայում արդասենք ես հոսպիտալում էլ եք Սմիրնա տալում, վերջը, ուրախացանք ման եկան 2 հատ օֆիցեր էր, մի հատ սարշինա էր, 2 հատ սալդատ էին, մտան մեր պալատը,
Հա, Պոլանդը մտան, բերեցին ասեն պատերազմի մասնակիցներ դոկումենտներ ունեք, որ կար, որ չկար։ Վերջապես մեզ պասիլկա ուղարկեցին։ Սրել ուղարկում ենք պասիլկա, ունեք որևիցե մի բան դաբավից անելու, տվեք։ Ես ինչ պտելներ։ Մի հատ ռուսի սալդատ կողքս պարկացել, կոյքենի սենց ռյադով շկարվածել։ Էդի ասավ, իմ մոտ ասավ բան չկա, մի պաշկա կարդ ունեմ, կարդ։ Բայց կարդը գիտես, հա, հետո պրոստին, մատնել թար մոքուր պրոստին, մանցրատ դվեց, ասավ եսի տիրկո պասիլկեն ուղարկա։ Ես ասավ չեմ իմանում, ինչքան մեր արդեով ուղարկում են, պատասխան չկա, թե մերոնք որ են, ինչ եղան, չունեմ ես բան։ Հետի տեմես ուղարկել էինք այդ պասիլկեն տունը, բանը հերս էր կնացես տանալու, Քյուղսովետի նախագահն ասել էր Սամսոնը Բեչորս էլի, Սամսոնը ասել էր, պասիլկեն պացենք, այնց առաջին ինչենի չես լանձի ես, կտաս, ասել էր կտամ ամար, պաց, բացել էր այդ կարտներ եղել, վերև տրած, ասել էր այսել քո բախտը կարտը, հետի կարտը վերցել էր, մերս լացեր եղել ուժեղ, թե ես ինչ այ տեղից բանը շորեր, մորեր, բանուման ուղարկում ենք, ուրեմ մի բան եղել է, չիմացանք, ես էլ չէի կրե, որ կարողա պասիլկա եմ ուղարկե կասնի, ընթուշացումով, 45 թվի սեպտեմբերի 12-ին գնաց կմեր եկավ Էշմիածինի կայարանը։ Հնոց է բաժանում են առած, օրնակ 526 մեզ Էշմիածին տվին 400 Երևանում, 390 քանակ էր։ Հագնում ես անունն էլ գիտեմ, տեղես նեղանում ասում մոռանում ես բաներ կա։ Բայց տարիքից բանում եմ 100 տարեկան ամենքի անուն մեկ տալիս եմ։ Եկանք Էշմիածին ինձ նշանակեցին начальник արտիլերիայի службы։ Հա, այսինքն շարունակեցիք ծառայությունը։ Ծառայությունը շարունակել եմ մինչև 50-51 թիվը։ Չէին զորացրում։ Քանի անգամ դիմեցի զորը, բայց ես հիմարություն արեցի։ Օրինակ մեր դիվիզիայից երկու թեկնածու առաջադրեցին Լենինգրադի военный училищան Բիշի։ Մեկը ես էի, մեկն Լենինականցի Խանամեյան կար, նա էլ լեյտենանտ էր, այդ ենքան ընգավի մետևից խնդրեց բանարավ, թե արի իրար էդ գնանք, ուչիլիշային արգում Լենինգրադ, երկու օգուր, ես հրաժարվա, թե գնացի, բայց հիմարություն արեցի, իսկ այդ Խանամեյանը գնացել էր գեներալ մայորի կոչում էր ստացել, կոմանդիր դիվիզիայի Էշմիածին էլ ծառայեցի Ադրբեջան, այդ արտիլերիստի սնայպերու ժամանակ դե մի հատ կոմանդիր պալկակալ Արությունով, ինքը տելևիզիա էր, հրաման էր տալիս, բանը այն ժամանակ մի ռոտ ամայա տվելին իմ տրամադրության տակ, այդ սնայադերը յուղելը, մաքրելը, սնայադերներ, պատրոներներ, Պետերի, բանի, вообще, մետ ամբողջ պայեսների բանի, նաչալիկն ես էի։ Ես ունեի ստացել էի կարմիր ասեղ, կարմիր դրոշեչկանշան, որտեղ որ պոլկովնիկին ես փրկեցի պլենից, նեմեսներ կողացել էին։ Այդտեղ ամենաեականը կարմիր դրոշն էր, կարմիր դրոշեչկանշանը։ Ես ունեի ստացա, ինձի Вообще, Ուլյանովսկին ինձի շատ պատիժ կա Երանում էլ, կոմանդիր պալկան։ Նա ուզում էր ինձի ինչ-որ հերոս սարքել բան, բայց չստացավ։ Հայրենիքը ինձ համար իմ սեփական ընտանիքն է, իմ սեփական տունն է։ Ես ուրախանում եմ երիտասարդները, որ նայում եմ, խելոք կրթված ծեր նման այդպիսի խելոք երիտասարդներ, դա իհարկե
հայրեն սերներ են նենց հոյակապ մարդ տղերք են։ Երիտասարդներին խորհուրդ կտանք, որ պայքարեն Հայաստանի անկախության համար, դե մենք արդեն դուրս ենք օրենքից, որ թուրքերի ձեռքը չընկնենք, հայ ժողովուրդը երբեք չընկնի թուրքերի ձեռքը, երբեք։